Բարև բոլորին, ներկայացնում եմ AI Native Product Engineering դասընթացը, ինչու ենք նախագծել այս դասընթացը, ինչ փուլերից է բաղկացած, ում համար է ով կարող է մասնակցել եւ ինչու։ Սկսեմ ամենադժվարից, իսկ ամենադժվարը դա դասընթացի ճիշտ անուն ընտրելն է։ AI Native Product Engineering անվամբ փորձել ենք հնարավորինս փոխանցել մեր դիմորդներին, որ խոսքը գնում է AI գործիքների կիրառությամբ ծրագրային պրոդուկտների ստեղծման մասին։ Այսինքն դասընթացի հիմնական նպատակը արդի շուկային համապատասխանող մասնագետի կրթումն է։ Հիմա ՏՏ շուկայում բավական մեծ փոփոխություններ կան, դուք նույնիսկ տեղյակ եք համապատասխան կրճատումների մասին, տեղյակ եք, որ ընկերություններ ցավոք սրտի փակվում են եւ մեծ քանակ ունեցող ընկերությունները փորձում են կրճատել անձնակազմը, թողնելով հնարավորինս օպտիմալ եւ հնարավորինս մինիմալ քանակի թիմեր։ Պատճառների մեջ հիմա չեմ փորձում խորանալ, որովհետև ժամանակին նմանատիպ ելույթ ունեցել եմ, դուք հավանաբար տեսել եք այն YouTube-ով, եթե ոչ կարող եք ստուգել ինչ-որ միտեղ, պատասխան կհայտնվի, կարող եք նաև նայել այդ ելույթը, դա ավելի շատ անձնական պերսպեկտիվայի ներկայացում էր, որը քիչ թե շատ համապատասխանում է ոլորտի այս պահի իրավիճակին։ Դասընթացի ստեղծման պատճառը հիմնականում եղել են մեր գործընկեր կազմակերպությունները, ովքեր Pixart Ակադեմիայից միշտ ընդունել են կադրեր եւ հաճախ նաեւ ներկայացրել իրենց պահանջները։ Ժամանակին այլ մոտեցումներ կային, հիմա LLM գործիքների զարգացումից ելնելով փոխվել են նաեւ գործընկերների ՏՏ ֆիրմաների կողմից առաջադրվող պահանջները։ Մասնավորապես ամենակարևոր պահանջը դա AI գործիքների էֆեկտիվ կիրառությունն է, ընդհանրապես կիրառությունը։ ՏՏ ընկերությունները հետը չեն կենտրոնանում մեկ պրոֆիլ ունեցող մասնագիտացումների վրա, այսինքն դժվարացել է կամ նույնիսկ ընդհանրապես վերացել է աշխատանքի հաստիկները, որոնք կոնկրետ ուղղվածության հաստիկներ են, օրինակ front-end developer կամ back-end developer կամ նույնիսկ mobile iOS developer եւ այլն։ ՏՏ ընկերությունները, մասնավորապես մեր գործընկերները հաճախ պահանջում են ունիվերսալ ծրագրավորողների։ Ծրագրավորողները, ովքեր տեղյակ են գրեթե բոլոր հարթակներից, կարողանում են ստեղծել ծրագրեր այդ հարթակների վրա, օգտվելով AI գործիքներից։ Ակնհայտ է շատերի համար, որ լինել շատ լավ ինժեներ յուրաքանչյուր հարթակում, օրինակ լինել շատ լավ front-end ծրագրավորող, լինել շատ լավ back-end ծրագրավորող եւ այսպես շարունակ բավական բարդ է։ ՏՏ ընկերությունները չեն էլ պահանջում դա։ ՏՏ ընկերությունները պահանջում են տեղյակ լինել այդ հարթակներից, տեղյակ լինել յուրաքանչյուր ուղղվածության խնդիրներից եւ կարողանալ էֆեկտիվ կիրառել AI գործիքները, որպեսզի աշխատել ավելի արագ, օպտիմալ եւ ծածկել հնարավորինս ավելի շատ հաստիկներ։ Այսինքն, եթե մինչ այս պահը ՏՏ ընկերությունը կարող է իրեն թույլ տալ թիմում ունենալ 10 եւ ավել ինժեներ, ապա այս պահին այդ թիվը իջնում է մոտավոր 2 կամ 3։ Այդ թվային համեմատությունը ես իհարկե կատարում եմ ավելի, այսպես ասած, օդի մեջ, բայց ակնհայտ է այն փաստը, որ թիմի քանակը կրճատվում է եւ իրենց պետք են մասնագետներ, որոնք ինչ որ իմաստով ունիվերսալ են, այսինքն չեն խուսափում այլ հարթակներում ծրագրեր ստեղծելուց։ Պատկերացնում են ծրագրի ստեղծման ամբողջ process-ը եւ կարողանում են իրենց ներուժով համապատասխան օգուտը բերել կազմակերպությանը։ Քանի որ AI գործիքները, մասնավորապես խոսքը գնում է իհարկե հենց LLM գործիքների մասին, բավականաչափ արագացրել են ծրագրավորման process-ը, կոդի գեներացիան շատ բարձր որակի է եւ ծրագրավորողները կարող են օգտվել գործիքներից, ինչպիսիք են Gemini, Claude կամ մնացածը։ Ծրագրավորման ու պրոդուկտի ստեղծման արագությունը շատ անգամ ավելի բարձրացել է։ Դրա համար ՏՏ ընկերությունները շեշտը դնում են ճկուն մասնագետի վրա, ով ունակ է օգտագործել AI գործիքները, ով տեղյակ է, թե ինչպես է աշխատում AI-ի կողմից ստեղծած կոդը, այսինքն ըստ անհրաժեշտության իրենք նաև կարողանան ինքնուրույն կողմնորոշվել այդ կոդի մեջ։ Բայց ամենակարևորը, որի վրա կուզենամ նաև այսօր շեշտը դնել ու դասընթացի նաև փուլ է կազմում, դա product thinking եւ design կոչվող հմտությունն է։ Այսինքն շատ ՏՏ ընկերություններ, եթե ոչ բոլորը, շատ մեծ ցանկություն ունեն, որ իրենց աշխատակիցները կարողանան հասկանալ product-ի ստեղծման կյանքի ցիկլը, այսինքն պատկերացնել, թե ինչպես է product-ը ստեղծվում, սկսած նախագծման եւ պլանավորման փուլից վերջացրած release maintenance փուլերով։ Այսօրվա այս նյութի ընթացքում ես կփորձեմ հնարավորինս մանրամասնել ամբողջ process-ը, որ նույնիսկ եթե դուք չդիմեք դասընթացին, չմասնակցեք դասընթացին, ձեր համար այս նյութը օգտակար լինի նրանով, որ պատկերացնեք, թե
ինչ է իրենից ներկայացնում product-ի ստեղծումը եւ ինչու են ՏՏ ընկերությունները կենտրոնացել նրա վրա, որ նեղ մասնագիտական, նեղ պրոֆիլ ունեցող ծրագրավորողներին պետք է փոխարինեն լայն բազմապրոֆիլ ծրագրավորողները։ Եթե առաջ դուք կարողանայիք սովորել ինչ-որ ծրագրավորման լեզու, մեկ կամ մի քանի framework եւ կենտրոնալ կոնկրետ հարթակի վրա, օրինակ front-end ծրագրավորում, ապա հիմա շատ է բարդացել այդ process-ը, այսինքն ձեզանից պահանջում է նաև back-end-ի ինչ-որ իմացություն, ձեզանից պահանջում է անհրաժեշտության ստեղծել product-ներ mobile հարթակների համար, ինչու ոչ նաև երբեմն desktop, պատկերացնել տվյալների կառուցվածքը, պատկերացնել տվյալների մոդելավորումը, նույնիսկ ինչ-որտեղ ծածկել կամ մասնակի փոխարինել DevOps-ի աշխատանքը, այսինքն ծրագրավորողից հիմա պահանջում է ունիվերսալ իմացություն, ու ՏՏ ընկերությունները վստահ են, որ դա հնարավոր բան է նախ տեսնելով իրենց ծրագրավորողներին, ովքեր ակտիվորեն ադապտացրել են AI գործիքները եւ նաեւ AI գործիքների այդ հզորությունը ուժը տեսնելով հասկանում են, որ ծրագրավորողը կարող է լինել ընդհանրական ծրագրավորող, ինչ որ իմաստով generalist, ու այս generalist ծրագրավորողը ի վիճակի է հասկանալ ինչպես նախագծել product, բայց հանձնարարել AI-ին այդ product-ի կոդը գեներացնել։ Կոդի process-ը, կոդի ստեղծման process-ը մինչև LLM գործիքների հայտնվելը բավական թանկ էր։ ՏՏ ընկերությունը ծախսում էր մեծ գումար աշխատավարձ տալով ծրագրավորողներին, ովքեր գրում էին կոդը ձեռքով, այսինքն manually հավաքում էին դա, իսկ հիմա AI tool-երը, AI գործիքները շատ մեծ հնարավորություն են տալիս այդ process-ը ժամանակի տեսանկյունից անգամներով կրճատել։ Հետևաբար կոդի գեներացիան այսօրվա դրությամբ կարելի է համարել ամենաէժան բանը ծրագրավորման տեսանկյունից։ Ժամանակին եթե դա ամենաթանկն էր, ապա հիմա դա ամենաէժանն է։ Հետևաբար որպեսզի մնաք շուկայում պահանջված, ստիպված եք, ինչ որ իմաստով ստիպված, չնայած դա լավ նորություն է, բայց ստիպված եք համակերպվել այն մտքի հետ, որ կոդ գրելու process-ի արագությունը պետք է բարձրացնել, այսինքն կոնկրետ օրինակով օգտագործել AI գործիքներ։ Թե կոնկրետ ինչ AI գործիքներ եք օգտագործելու, ինչ մեթոդներով եք օգտագործելու եւ այլն, դա կորոշի այն կազմակերպությունը, որտեղ դուք կաշխատեք։ Իսկ այս դասընթացում մենք փորձում ենք ծածկել բոլոր հնարավոր ուղղությունները եւ մոտեցումները։ Ուրեմն ինչու անունը ընտրվեց AI native, որովհետև սրանով մենք ուզում ենք ասել, որ սա ոչ թե դասընթաց է, որը սովորեցնում է AI հենց, այսինքն այստեղ չեք սովորի մեքենայական ուսուցում, machine learning, այստեղ չեք սովորի data science կամ այստեղ չեք սովորի սեփական AI մոդելի ստեղծումը եւ դրա մաթեմատիկական հիմքի մշակումը։ Սա այս դասընթացը AI native բառով փորձում է ասել, որ դուք դառնալու եք ծրագրավորողով բոլոր հարթակների համար կկարողանա ստեղծի product-ներ, դուք կպատկերացնեք product-ի ստեղծման կյանքի ցիկլը եւ կկիրառեք AI գործիքներ, այսինքն AI-ի օգտագործումը, ավելի ճիշտ կլիներ ասել LLM native, բայց ինքներդ եք պատկերացնում, որ տարածվածությունը կամ դասընթացի պոպուլյարությունը դրանից օգուտ չէր քաղի, հակառակը կտուժ էր։ Դրա համար AI native-ով մենք փորձում ենք արտահայտել դասընթացի իրական բնույթը։ Իսկ դասընթացի կենտրոնում հենց product engineering հասկացությունն է։ Սա կարելի է դիտարկել որպես software engineering, այսինքն ծրագրային ապահովման ինժեներություն, բայց product բառը այստեղ նշվել է նրա համար, որ դուք պատկերացնեք, որ ի վիճակի եք լինելու սկզբից մինչև վերջ ինքնուրույն մենակով ստեղծել ձեր ուզած product-ը ցանկացած բարդության։ Ցանկացած բարդությունը իհարկե ասում եմ վերապահումով, այս նյութի ընթացքում նաև կպատմեմ, թե ինչ տեսակ ծրագրեր կկարողանաք ստեղծել ու ինչքանով կտիրապետեք այդ ծրագրերի ստեղծման ինժեներական process-ին, այսինքն կկարողանաք արդյոք պատկերացնել ձեր կողմից AI գործիքների կիրառությամբ գեներացված product-ը ինչպես է աշխատում տակից։ Որպեսզի ստանալիության թաթախվեք կոդի մեջ, ինչ որ շտկումներ անեք, օգնեք AI-ի հետ ուսուսի տված ստեղծեք ձեր ուզած product-ը, այսինքն այս դասընթացին կարող են մասնակցել մարդիկ, ովքեր ուզում են ստեղծել իրենց սեփական product-ը, բնականաբար այդ մարդկանցից կարող են լինել մարդիկ, ովքեր ուզում են ստեղծել նաև իրենց սեփական ստարտափը, որովհետև
IT ստարտափ ստեղծելու համար առաջ պահանջում էր մեծ գումար, որպեսզի հավաքեիք մեծ թիմ, որը բաղկացած կլիներ back-end ծրագրավորից, front-end ծրագրավորից, mobile ծրագրավորից եւ այլն, իսկ այսօր AI գործիքների կիրառությամբ ու ինչ որ չափով տեխնիկական որոշ գիտելիքներ ունենալով անձը ի վիճակի է գրեթե ինքնուրույն ստեղծել ամբողջական ստարտափ հիմնված ծրագրային product-ի վրա։ Ստարտափի ստեղծման հիմքում եթե դիտարկենք հենց product ունենալը ու կարող ենք դիտարկել նույնիսկ ինչ որ սցենարներ, որ վստահ եմ շատերդ հանդիպել եք, օրինակ ձեր վարսավիրը կուզենար ունենար ծրագիր, որը հնարավորություն կտար իր հաճախորդներին book անել, այսինքն ամրագրել համապատասխան ժամ, օր եւ այլն։ Երբ այդ վարսավիրը փորձում է օրինակ իր գաղափարը իրագործել, առաջ բախվում էր նրան, որ ծրագրավորող էր պետք գալ օրինակ Android-ի համար, iOS-ի համար, ինչ որ web ծրագրավորող նաև պետք է գար, բնականաբար back-end ծրագրավորող պետք է գար, որովհետև ինչ որ իմաստով պետք է communication այդ հաղորդակցությունը կապակցել եւ բնականաբար նաև պետք է գար UI UX designer, որը դիզայն կաներ համապատասխան ինտերֆեյսը, որի հիման վրա ծրագրավորողները կշարունակեին ստեղծել ծրագիրը ամբողջական ու ինչ որ իմաստով նաև եթե ընտրված ծրագրավորներից որևէ մեկը չծածկեր deploy անելու թեման, այսինքն DevOps-ական կտորները, ապա նաև կարող էր անհրաժեշտ գալ ինչ որ DevOps մասնագետ, ով deploy կաներ ծրագիրը, կհետևեր դրա անխափան աշխատանքին։ Պատկերացնելով համապատասխանաբար աշխատավարձերը ծրագրավորողների առաջ, պատկերացնելով ընդհանուր ծախսը, վարսավիրը կփոշմաներ այդ քայլը անելուց ու այդ երազանքը կմնար հեռավոր ինչ որ իմաստով նաև անիրագործելի երազանք։ Հիմա AI գործիքների արկայության դեպքում նույն այդ վարսավիրը կամ ցանկացած այլ մասնագետ աշխատող, ով փորձում է ինչ-որ բան ստեղծել, իր համար փորձում է ունենալ համապատասխան ծրագիր, որ իրեն կօգնի իր գործի մեջ, իր բիզնեսի մեջ, ինքնուրույն կարողանա այդ ամեն ինչը անել AI գործիքներ կիրառելով։ Բնականաբար AI գործիքներ կիրառելով, օրինակ Claude-ը դուք չեք կարողանա, նույն վարսավիրը չի կարողանա ուղղակի գրել սարքի իմ համար booking-ի ծրագիր։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք ստիպված են նա տեխնիկապես տիրապետել։ Բազմաթիվ հարցերից են, օրինակ, ինչու են տարբերվում պլատֆորմները միմյանցից, օրինակ Android-ում ինչու է այլ լեզու ընտրվում, iOS-ում ինչու է այլ լեզու ընտրվում կամ web ծրագիրը ինչու է տարբերվում mobile application-ից back-end-ը ինչ դեր ունի այդտեղ տվյալների մոդելը, ինչպես կազմել այդ հաղորդակցությունը, ինչպես էֆեկտիվ կազմակերպել deploy process-ը, ինչպես անել եւ այլն։ Այսինքն չնայած որ AI գործիքներ կան, չնայած որ դրանք շատ հզոր են, մասնավորապես իմ սիրելին իհարկե Claude-ն է իր բազմաթիվ մոդելներով, բայց այնուամենայնիվ ոչ տեխնիկական մարդը չի կարողանա այսպես կոչված end-to-end իր երազանքը, իր product-ը հասցնել նպատակին։ Այս դասընթացը հնարավորություն կտա ոչ միայն հասկանալ ինչպես կիրառել AI գործիքները, այլ նաև կտա անհրաժեշտ բազային տեխնիկական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են օրինակ իմ նշած վարսավիրի օրինակով հնարավորություն ստանալ մի քանի փուլ մասնակցելուց հետո սեփական product ունենալ կամ սեփական ինչ-որ իմաստով նաև ստարտափը սարքել։ Դասընթացը օգտակար է նաև project manager-ներին կամ product manager-ներին նույնիսկ հնարավորություն կտա օրինակ project manager-ներին ոչ միայն տեխնիկապես վերազինվել, օգտագործել նոր գործիքներ, process-ը արագացնել իրենց աշխատանքի, այլ նաև որքան էլ դա ցավալ լինի, մնալ պահանջված մասնագետ շուկայում, որովհետև եթե պատկերացնենք ավագ ծրագրավորողին մենք տալիս ենք այսպիսի հզոր գործիքներ, ինչպիսիք են Claude-ը, ավագ ծրագրավորողը տեսականորեն կարողանա մի քանի AI agent-ներ օգտագործելով ծածկել նաև project manager-ի գործը, ծածկել նաև դիզայների գործը եւ մնացածի գործը։ Դրա համար PM-ը որպես այդպիսին պահանջված մնալու համար նաև պետք է ուժեղացնի իր իմացությունը թե տեխնիկական կոնտեքստում, թե AI գործիքների կիրառությամբ։ Հաճախ լինում է նաև, որ project manager-ները ավելի հաճախ լինում է, երբ product manager-ը չի կարողանում իր vision-ը, թե ինչպես է տեսնում product-ի իրականացումը, ճիշտ փոխանցել ծրագրավորողներին։ Օրինակ նա բացատրում է UX designer-ին ինչպես ինտերֆեյսը ինչպես է տեսնում, ծրագրավորողին թե product-ը ինչպես է պատկերացնում եւ այլն, բայց այնուամենայնիվ այն գաղափարը, այն տեսլականը, որ ինքը ունի իր մտքում, շատ դժվար է փոխանցելը։ Հետևաբար product manager-ին
շատ օգտակար կլինի AI գործիքների կիրառությունը, որովհետև այդ գաղափարը թեկուզ չաշխատող տարբերակով, բայց երևացող, թե որ կոճակը որտեղ է, ինտերֆեյսը ինչ, navigation menu պետք է ունենա, որ edge-ից է գալու, ինչից հետո ինչ է լինելու, AI գործիք կիրառելով, այդ prompt-ը հավաքելով, այդ մարդը հնարավորություն կունենա իր vision-ը ցուցադրել ծրագրավորողներին կամ նույնիսկ դիզայներներին, ովքեր դա դիտարկելով որպես prototype, նախատիպ, կկարողանան ստեղծել լավագույն հնարավոր product-ը։ AI գործիքների կիրառությունը շատ է բարձրացնում էֆեկտիվությունը, օգնում է կոմունիկացիայի հարցում եւ մնացած ցանկացած հարցերում։ Դասընթացը օգտակար կլինի նաեւ QA ինժեներներին, ովքեր թեստավորում են product-ները, թեստավորում են ծրագրային համակարգերը եւ օրինակ իրենք կազմում են սեփական ստեղծագործական մտքի հիման վրա համապատասխան տեստ տարբերակներ, տեստ case-եր, կազմում են տեստ պլանը, բայց այդ թեստավորման process-ը կամ կարող են հանձնել ամբողջությամբ AI-ին կամ կարող են գեներացնել համապատասխան տեստ սկրիպտեր AI-ից օգտվելով եւ որ ավելի կարեւոր է AI-ի միջոցով իրենք կարող են պարզել նաեւ թե ինչ պոտենցիալ թեստավորման կետեր կար, որ իրենք բաց են թողել։ Օրինակ ներկայացնելով product-ը, ներկայացնելով product-ի հնարավոր ֆունկցիոնալը, feature-ները եւ ներկայացնելով իրենց կողմից մշակված տեստ պլանը AI-ին առաջարկել գեներացնել նոր հնարավոր տեստ տարբերակներ, նոր հնարավոր տեստ պլան ավելի ինլայնված, որ բազմակողմանից ստուգվի այս product-ը։ Վերջապես, եթե դուք ցանկանում եք դառնալ այսպես կոչված vibe coder, այսինքն չկենտրոնանալով նրա վրա թե ինչի համար, օրինակ դուք կուզեք սեփական product, սեփական startup, կուզեք QA լինել ավելի ուժեղ QA, կուզեք project manager, ավելի տեխնիկապես զինված project manager, product manager, ավելի տեխնիկապես զինված կամ UX designer, նույն ինքը product designer, ով կարող է շատ գեղեցիկ սարքել իր ուզած product-ը գունային գաման նշելով, experience-ի հիասքանչ սարքելով, բայց չունի կոդավորման հմտություններ, coding skills ու չի կարողացել առաջ ստեղծի սեփական ծրագիրը։ Հիմա այդ product designer-ը, UI/UX designer-ը կարող է իր դիզայնի հիման վրա AI գործիքներով ամբողջությամբ գեներացնել իր ուզած product-ը առանց օգտվելով ծրագրավորողների օգնությունից, իսկ եթե որոշ տեխնիկական հատվածներում թերացումներ լինի, դասընթացը էլի համապատասխանաբար տալիս է բազային տեխնիկական գիտելիքներ։ Վերջապես, եթե դուք ուզում եք դառնալ ոչ թե մակերեսային օգտագործող այս գործիքների, ոչ թե դուք ուզում եք կիսատ պրատ պատկերացնել տեխնիկապես ինչպես է աշխատում product-ը, ինչպես դա ստանալ, այլ ուզում եք ամբողջ խորությամբ տիրապետել ծրագրավորմանը, ամբողջ խորությամբ հասկանալ այդ ինժեներական process-ը, այսինքն product engineering հասկացությունը, օգտագործել կամ իմանալ տվյալների կառուցվածքներ, ալգորիթմներ, օգտագործել եւ իմանալ տվյալների բազաները, դրանց աշխատանքը, տվյալների մոդելավորման մոտեցումները, հասկանալ software architecture-ը, այսինքն ծրագրային ճարտարապետությունը, ինչպես է կազմավորվում, ինչ տարբերություն տարբեր մոդելների, մոտեցումների եւ pattern-ների միջև, որ pattern-ը որտեղ կիրառել է, ինչ իմաստ ունի եւ այլն։ Եվ այսինքն դառնալ շատ լավ ծրագրավորող, այս դասընթացը եւս ձեր համար է, որովհետեւ սկզբնական հատվածում հասկանալով AI գործիքների էֆեկտիվ կիրառությունը, դուք հաջորդիվ ըստ ցանկության շարունակում եք նաև խորացնել ձեր ինժեներական գիտելիքները, ստանալ այդ ամբողջ գիտելիքը, որը բավարար բազա կլինի ձեր կարիերան որպես ինժեներ ծրագրավորող շարունակելու համար, ով AI-ի շնորհիվ, LLM գործիքների շնորհիվ շատ ավելի էֆեկտիվ տասնապատիկ անգամ, միգուցե 5-պատիկ էական չի այս կոնտեքստում, թե ինչ թվային համեմատություն, բայց բազմաթիվ բազմապատիկ ավելի արագ գեներացնելով կոդը, product-ները ստանալով ու ամբողջությամբ պատկերացնելով ինչպես են դրանք աշխատում հակառակ կողմից, այսպես կոչված տակից։ Այս մեր կայքում դուք տեսնեք կարճ նկարագրությունը ինժեներական ամենաամբողջական ծրագիրը ԱԲ դարաշրջանի համար ստեղծված ճշգրտորեն արտացոլելու այն ամեն ինչ շուկան այսօր պահանջում է ինժեներներից։ Ես կուզեմ մի փոքր եւս շեշտը դնել, ինչ շուկան այսօր պահանջում է ինժեներներից։ Ինչպես նախորդիվ նկարագրեցի, շուկայի պահանջն է սա։ Հրահանգը, այսպես ասած, եկել է մեր գործընկերներից, բայց մենք եւս տեսնում ենք, որ հին մոտեցումը, հին դասավանդման մոդելը այս դեպքում ձեզ
ձեզանից կարող է խլել ավելի շատ ժամանակ, քան առաջ։ Այսինքն դուք կարող եք դառնալ շատ լավ ծրագրավորող, օրինակ մի տարում, ունենալով համապատասխան բազա ու ինչ որ պրոֆիլով, կոնկրետ մի պրոֆիլով, front-end, back-end կամ mobile կամ ցանկացած այլ շարունակեիք ձեր կարիերան, հիմա շուկան չի ցանկանում այդ մի պրոֆիլ ունեցող մասնագետներին։ Շատ ափսոս, որ դեռևս չկա հաստիկի ճշգրիտ անվանում ու դեռևս դժվար է մեր համար դիմորդներին հստակ ներկայացնել, որ մոտ ապագայում ՏՏ ընկերությունների հաստիկների հայտարարությունները կարող են դառնալ սրանման ինչ-որ մի բան կամ օրինակ end-to-end product engineer կամ AI native product builder կամ AI assisted software engineer, AI assisted software developer, էական չի այդ անվանումը, ցավոք սրտի դեռևս չկա այդ կոնսենսուսը տարբեր ընկերությունների միջև, որ հաստիկների հայտարարությունը ճշգրիտ փոխվի։ Միգուցե այս դասընթացից հետո որոշ ընկերություններ սկսեն ադապտացնել հենց այս անվանումը ու ինքը դառնա ընդհանուր, բայց ես վստահ չեմ, ամեն դեպքում հուսով եմ ընդհանուր հասկանալի փոխանցեցի, թե ինչու էր դասընթացի անվանումը ընտրված այսպես։ Եթե դուք բացարձակ սկսնակ եք, ինչ կարող եք դառնալ դասընթացին մասնակցելուց, դասընթացը ավարտելուց հետո։ Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ դասընթացը տևում է 12 ամիս, այսինքն մի տարի, բայց մենք բաժանել ենք դասընթացը 3 մեծ մասի։ Փորձելով շեշտը դնելով ըստ ցանկության կամ այսպես կոչված դասընթացը դարձնելով outcome based, եկեք ես մի տեղ սա նշեմ։ Այս outcome based-ը մեր համար շատ կարևոր բան է, որովհետև դիմորդը, ով դառնալու է ուսանող, ինքը պետք է որոշի ինչ է ուզում ստանալ դասընթացից, այսինքն ինչ արդյունք, outcome է ունենալու նա, հետևաբար եւ դասընթացի քանի փուլերին կամ որ տոկոսին է մասնակցելու։ Outcome based դասընթաց նշանակում է, եթե դուք սովորում եք product engineering, ապա այս կոնտեքստում outcome based ասելով նկատի ունեմ, եթե դուք ուզում եք ստեղծել պարզագույն landing page, օրինակ ունենալ ձեր փոքրիկ վեբսայթը, ապա բավարար է մասնակցել 1 կամ 2 փուլի։ Եթե դուք ուզում եք կոմպլեքս շատ խճճված բարդ լոգիկայով աշխատող ծրագիր ստանալ, ապա ստիպված եք մասնակցել դասընթացի բոլոր փուլերին մինչև վերջ։ Դասընթացի բաժանումը ներքևում եկեք միտեղ ցույց տամ, տեսեք, մաս 1 տևում է 5 ամիս ու ամբողջությամբ կենտրոնանում է AI assisted product creation-ի վրա, այսինքն դուք սովորեք ծրագրավորման, ինժեներության բազային գիտելիքներ, մինիմալ անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ եւ շատ ակտիվ ու բազմաշերտ կսովորեք AI գործիքներ եւ դրանց կիրառությունը, այդ թվում product-ի ամբողջական ստեղծման ցիկլը։ Եթե ցանկանաք շարունակել մաս 2, մաս 2-ում դուք հենց կխորանաք product engineering ծրագրավորման տեսանկյունից, այսինքն ինչպես է նախորդ մասում ձեր սովորած այդ ամեն ինչը, որի արդյունքում դուք կարողանաք ստեղծել product, այստեղ կհասկանանք ինչպես դա անել ձեռքով ինքնուրույն առանց AI գործիքների, այսինքն ամբողջությամբ կպատկերացնենք ձեր product-ը ինչպես է աշխատում, որը շատ օգտակար է երկու դեպքում։ Առաջին դեպքում, եթե ձեր մոտ կա այդ ինժեներական հետաքրքրությունը եւ դուք ցանկանում եք խորանալ այդ ծրագրավորման գաղափարների ամբողջ այդ ինժեներական process-ի մեջ, եւ երկրորդ, երբ դուք կարիք ունեք փոփոխել AI-ի կողմից ստեղծված գեներացված կոդը, կարիք ունեք փոփոխել product-ի ինչ-որ մի կտոր, այսինքն դուք պետք է ունակ լինեք, մտնեք, թաթախվեք, հասկանաք, որտեղ ինչու այս ֆունկցիան, կլասը եւ այլն, pattern-ը, interface-ը, մոդելը եւ այլն։ Այս երկրորդ հատվածը դարձնում է դասընթացը ինչ որ իմաստով ամբողջական, այսինքն դուք մաս 1-ում կտիրապետեք գործիքներին, մաս 2-ում կհասկանաք ինչպես է այդ ամեն ինչը աշխատում, իսկ մաս 3-ը, որը տևում է ընդամենը 2 ամիս, հնարավորություն է տալիս տեղում մեր մոտ ստանալ այդ պրակտիկան, այսինքն պատկերացրեք այս 2 ամիսը ձեր սկսնակի երազած internship-ի հնարավորությունն է, այսինքն դուք ընտրում եք որևէ product կամ առաջարկում եք ձեր product-ի գաղափարը, հաճախում եք ակադեմիա, այնպես ինչպես կհաճախեիք որևէ ՏՏ ընկերություն եւ կաշխատեք ձեր product-ի վրա մեր վերահսկողության ներքո մեր օգնությամբ։ Հարցին թե ինչ կարող եմ դառնալ դասընթացին մասնակցելուց հետո, եթե մասնակցում եք միայն առաջին մասին, դուք կարող եք դառնալ project manager, product manager, QA engineer, դուք կարող եք դառնալ vibe coder, դուք կարող եք
AI assisted software developer մի քիչ բարդ, եթե տեխնիկական գիտելիքները մի քիչ շատացնեք, բայց ամեն դեպքում նմանատիպ հաստիկները ձեզ եւս հասանելի կլինեն։ Շարունակելով երկրորդ մասը, դուք արդեն կարող եք լինել ամբողջական ծրագրավորող, կարող եք լինել ունիվերսալ ծրագրավորող, ով բոլոր հարթակների համար կարող եք հեռացնել կոդ, հասկանալ այդ կոդը ինչպես է աշխատում տարբեր հարթակներում, անհրաժեշտ դեպքում ինքնուրույն հատախվել, խորանալ, ուսումնասիրել, խորացնել գիտելիքները նոր բաներ ստանալու համար։ Եվ վերջապես երրորդ մասը ավարտելուց հետո դուք նաև կունենաք ձեր պորտֆոլիոն, որով կարողանաք ներկայանալ գործընկերներին։ Փորձեք ինչ-որ իմաստով շատ ավելի բարձր դիրք ունենալ մրցակցային այդ պայքարի մեջ մնացած, ասենք, դիմորդների հետ համեմատած։ Արդյոք այս դասընթացը պրոֆեսիոնալ ծրագրավորների համար է թե ոչ, ես ինքս շատ խորհուրդ չեմ տա պրոֆեսիոնալ ծրագրավորներին այս դասընթացին դիմել, որովհետև դասընթացը ի սկզբանե կառուցվել է շեշտը դնելով բացարձակ սկսնակների վրա, շուտով փուլեր ներկայացնելուց դուք կհասկանաք ինչու է այդպես, բայց պրոֆեսիոնալ ծրագրավորները կարող են օրինակ բաց թողնել առաջին մասը, մասնակցել երկրորդ մասին, որովհետև երկրորդ մասի մեջ նաև կա ինչ-որ իմաստով level up-ի որոշ կտորներ, չեմ ասում ամբողջական, չեմ ասի, որ mid-level ծրագրավորողը կամ senior ծրագրավորողը մեծ օգուտ կքաղի, բայց այն բացերը, որ ծրագրավորողը ուսումնասիրության կամ թերուս լինելու պատճառով ունի մինչև հիմա, այսինքն կան շատ ծրագրավորներ, ովքեր աշխատում են շատ բարձր պրոֆիլ ունեն, շատ լավ ծրագրավորներ են, բայց որոշ բացեր ունեն իրենց գիտելիքներում, օրինակ հենց նույն product engineering-ի կտորներում, software architecture, data modeling, ինչ-որ տեղ նաև performance engineering կամ low level architecture details, computer architecture-ի մասով եւ այլն, այդ բացերը պրոֆեսիոնալ ծրագրավորները կարողանան լրացնել այստեղ։ Բայց էլի կրկնեմ, դասընթացը նախատեսված է սկսնակների համար, սկսնակը մասնակցելով սկզբից մինչև վերջ կարող է իրեն կոչել եւ ծրագրավորող, եւ AI assisted ծրագրավորող, եւ product creator, եւ product builder, այսինքն սա ինչ-որ իմաստով հուսով եմ իհարկե շատ տարօրինակ ու մեծամիտ չի թվա, բայց սա ինչ-որ իմաստով իմ տեսանկյունից ապագայի մասնագիտությունն է ծրագրավորման կոնտեքստում, այսինքն ակտիվորեն կիրառել այս գործիքները։ Շարունակեմ դասընթացի արդեն մանրամասներով ադմինիստրատիվ տեսանկյունից։ Ուրեմն տևողությունը 5-ից 12 ամիս, այս 5 ամիսը խոսքը առաջին փուլի մասին է, այսինքն եթե ուզում եք ամբողջական օգտակար ինչ-որ բան քաղել այս դասընթացից, գոնե առաջին մասին մասնակցությունը պարտադիր է, բայց դուք կարող եք շարունակել մասնակցել մինչև 12-րդ ամիսը ներառյալ, բայց չկա ինչ-որ պայման, թե ստիպված մինչև վերջ մասնակցել, թե ոչ։ Կարող եք մասնակցել 7 ամիս, կարող եք մասնակցել 9 ամիս, որքան ցանկանաք, կարող եք կեսից միանալ, որը խորհուրդ է տրվում, եթե դուք փորձառու եք ծրագրավորման տեսանկյունից, սկսնակներին խորհուրդ չի տրվում կեսից բնականաբար միանալ։ Հանդիպումները շաբաթական առնվազն 4 օր են, այստեղ մենք նշել ենք 4-ից 5 օր, որովհետև ես ինքս որպես այս դասընթացավար, դասախոս կուզենայի միշտ ունենալ լրացուցիչ օր, որ ինչ-որ չմարսված կամ որոշ բարդ թեմաների յուրացման կամ ինչ-որ նյութի կրկնության համար օգտագործեինք այս լրացուցիչ օրը շաբաթական բացերը լրացնելու համար։ Այսինքն, եթե դուք որոշեք մասնակցել դասընթացին, խորհուրդ է տրվում նկատառում որպես ունենալ, որ շաբաթական 5 օր եք մասնակցելու, չնայած պաշտոնական ինքը պաշտոնական պարտադիրը 4 օրն է։ 5-րդ օրը որոշ դեպքերում այո, որոշ դեպքերում չէ։ Յուրաքանչյուր դասը տևում է առնվազն 2 ժամ, բայց կարող է տևել մինչև 3 ժամ, այսինքն միգուցե եւ դաս 1-ից սկսած մինչև վերջին 200 քանիերորդ դասը տևի 3 ժամ յուրաքանչյուր դասը, բայց պաշտոնական ակադեմիայի ընդունված դիրքորոշումը դասի էֆեկտիվ անցկացման դա 2 ժամն է։ Որոշ դեպքերում, եթե process-ը հետաքրքիր գնաց կամ թեման մենք կուզենանք ավելի կիսատ չթողնել, ամբողջական փակել, մինչև մյուս թեմային անցնել եւ այլն, կարիք կլինի եւս 1 ժամ, բնականաբար դուք կունենաք ընդմիջումներ, ես ձեզ չեմ հոգնածնի, ավելի հետաքրքիր հնարավորինս կանցնի։ Սկիզբը սա պիլոտային ծրագիր է, այսինքն այս դասընթացը առաջին անգամ մենք կազմակերպում եւ առաջին խումբը դասերը կսկսի սեպտեմբերին։ Կոնկրետ օր այս պահին չեմ կարող ասել, բայց նախնական մեզ մոտ սեպտեմբերի 7-ն է որպես start date։ Եթե դուք պլանավորում եք մասնակցել ամբողջ այդ բոլոր 12 ամիսների ընթացքում, ապա տրամադրվեք, որ սեպտեմբերի 7-ից սկսած մինչև գրեթե մյուս տարվա սեպտեմբերի 7-ը դուք խիստ զբաղված եք լինելու այս դասընթացով։
Վարձավճարը փորձել ենք հնարավորինս փոքր թիվ դնել, ես ինքս ջատագով եմ ցածր ուսման վճարների, որը իհարկե բիզնես տեսանկյունից կարող է ինչ-որ իմաստով կոնֆլիկտ առաջացնել։ Այս դեպքում դասընթացի իմ անձնական տեսանկյունից շատ ավելի ցածր է արժեքը նշված պահանջվող ամսական այսքան, որովհետև շատ այլ դասընթացներ, որոնք ավելի բարձր գին ունեն, ոչ միայն ակադեմիայում, այլ նաև այլ ուսումնական կենտրոններում շաբաթական հանդիպումները 2-ից 3 անգամ է ու առավելագույն 2 ժամով։ Այստեղ շաբաթական 4-ից 5 օր հանդիպում, այսպես ասած ավագ դասախոսի հետ, ում մասին կարող եք ճշտել, բան չկա, ելույթները public նույնիսկ դրված են այս կայքում ամենավերջում, այստեղ կարող եք մոտավոր մատուցման ստիլը հասկանալ, ոճը, կարող եք հասկանալ խորհրդության մասերը, չգիտեմ, YouTube-ով կարող եք հին վիդեոներ նայել եւ այլն, իմ տեսանկյունից այս դասընթացի արժեքը շատ էժան է, որը նախընտրելի է, որովհետեւ որպես պիլոտային ծրագիր մեզ համար շատ կարեւոր է, որ նույնիսկ մեր այլ գործընկեր ուսումնական կենտրոնները, թեկուզ համալսարանները ադապտացնեն այս ծրագիրը, վերցնեն այս ծրագիրը որպես ՏՏ ընկերությունների կողմից հիմա եւ ապագայում պահանջվող հաստիկի սովորացնող դասընթաց։ Ժամանակացույցը ինչպես է ընթանալու մեր մոտ, ուրեմն առաջին փուլ Computer and AI Literacy, ես հետագա հաջորդ թիվ մանրամասն կպատմեմ ինչ է իրենց ներկայացնում, ուրեմն այս փուլի ընթացքում ինչ է ծրագրային ապահովում, ինչպես համակարգիչներ սարքավորումները դա աշխատեցնում, ինչպես կազմակերպել ծրագրողի աշխատանքային միջավայր եւ այլն, ինչպես օգտվել AI գործիքներից։ Փուլ 2 հիմունքներ, ծրագրման եւ համակարգչային գիտության կարճ եւ ամփոփ ներածություն։ Փուլ 3 Agentic Development in Action, սա արդեն AI agent-ների էֆեկտիվ կիրառությունը ամբողջական product-ի ստեղծման կտորները սկսվում են հենց այստեղից։ Չորրորդ փուլը իմ սիրելի product thinking and design փուլն է, ոչ թե իմ սիրելի այն իմաստով, որ ես փայլում եմ այս կտորից, այլ իմ սիրելի այն իմաստով, որ սա է հենց պահանջվում շատ ընկերությունների կողմից։ Այսինքն, եթե շատ ընկերությունների ծրագրավորներ կարողանային իրենց հմտությունը ուժեղացնել կամ ձեռք բերել այս ուղղությամբ product thinking and design, այսինքն product-ի կյանքի ցիկլը, UX prototyping, համակարգերի նախագծում եւ ճարտարապետություն, ապա շատ արժեքավոր աշխատակիցներ կլինեին այդ ընկերության համար։ Փուլ 5-ը ծրագրավորների սիրելի կտորն է այստեղ, այս փուլի ընթացքում այդ հայերեն մի քիչ տեղ տարակմանից սարքակազմ մեքենայի ներքին կառուցվածքը, computer science-ի համակարգչային գիտության հիմունքները, ընդհանրապես software engineering-ի, թեկուզ նաև AI-ի աշխատանքի կտորների եւ այլնի խորքային ուսումնասիրություն։ Եվ 6-րդ փուլ արդեն hands-on project development, կոնկրետ պրոյեկտ, այսպես կոչված մաքուր էջից հասցնելով մինչև գործարկված մոնիտորինգի ենթարկվող եւ պորտֆոլիոյի համար պատրաստի վիճակի։ Ու վերջում դե ավարտական այս նկար, սերտիֆիկատներ եւ այլն, ես ինքս սերտիֆիկատներին անկեղծ որ ասեմ, շատ լուրջ չեմ վերաբերվում, շատ ՏՏ ընկերություններ սերտիֆիկատ լսելով նույնիսկ ծիծաղում են, որովհետեւ որպես այդպիսին սերտիֆիկատ այդ վկայական կոչվածը ձեր պորտֆոլիոն, ձեր գիտելիքները հարցազրույցին եւ աշխատանքի ընթացքում ցուցադրող այդ հմտություններն են, այսինքն ոչ մի թուղթ չի կարող ձեր համար ինչ-որ կարևորություն ներկայացնել, այդ թղթից կարող ինքնուրույն նույնիսկ եթե հնարավորություն եք տպելու շատ ուժեղ սերտիֆիկատներ ստանալ, բայց վկայականների տեսանկյունից սերտիֆիկատը կարևորող մարդկանց տեսանկյունից այս դասընթացին մասնակցելով դուք կստանաք 3 սերտիֆիկատ։ Առաջինը ավարտելուց հետո այս AI assisted product creation կտորը, այսինքն դուք vibe coder, PM, QA ծրագրավորող սկսնակ, AI գործիքներ կիրառող product ստեղծող եւ այլն, այդ սերտիֆիկատը կստանաք, հետո շարունակելով այս կտորը կստանաք եւս մեկ սերտիֆիկատ սրա համար եւ վերջին կտորը ավարտելուց հետո ամբողջական մի հատ էլ վերջնական սերտիֆիկատ ձեր պորտֆոլիոյի հետ միասին կստանաք։ Հիմա դասընթացների մանրամասները, ներքևի հատվածում դուք կտեսնեք կա այս նույն իմ խոսացածը տեքստով ինչպես ընտրել, որ կտորից մասնակցել, այս վկայականներ ստանալու մասը, դա ամբողջական դասընթացի փուլերը։ Առաջին 4 փուլերը կազմում են դասընթացի առաջին մասը, այսինքն 5 ամսվա ընթացքում դուք անցնելու եք այս 4 փուլերը. Computer and AI Literacy, Foundation, Agentic Development in Action եւ Product Thinking and Design։ Սա բավարար է
աշխատանք գտնելու տեսանկյունից, սա բավարար է product սարքելու ունակության տեսանկյունից, սա բավարար է IT ոլորտը ծրագրի ստեղծման ամբողջ ցիկլը պատկերացնելու տեսանկյունից։ 5-րդ փուլը եւ երկրորդ մասը համընկնում են ամբողջությամբ, այսինքն սա բավական մեծ փուլ է, շուտով կնայեմ մանրամասները դասերի, եւ այս փուլի ընթացքում դուք արդեն ծրագրավորման հիմունքներ հասկացությունը, ծրագրավորումը ավելի խորքային սկսելու եք ուսումնասիրել։ Եվ վերջին մասը, 6-րդ փուլ արդեն հենց այս պրոյեկտի իրականացումն է։ Հիմա սկսեմ դասերից, ուրեմն փուլ 1 Computer and AI Literacy, այսինքն համակարգչի եւ AI գրագիտություն։ Դուք սովորելու եք ոչ թե ինչպես օգտագործել մկնիկ, ստեղնաշար եւ մնացած, այլ սովորելու եք ծրագրավորողի տեսանկյունից տեսնել համակարգիչը, ծրագրավորման միջավայրը հասկանալ, համապատասխան գործիքները, ծրագիր աշխատացնելը, ինչ է իրենց ներկայացնում ծրագրի տեսակներ, ֆայլեր, ֆորմատներ, ինչ որ կառուցվածքներ դրանց օգտագործումը, նույնը վերաբերում է նաև AI գրագիտության, այսինքն դուք կհասկանաք ինչ է նշանակում մոդել, ինչ է նշանակում LLM, ինչով են տարբերվում Claude, Gemini-ը, տարբերվում են նրանք թե չեն տարբերվում, ինչ համապատասխան AI provider-ներ կան, ինչ մոդելներ կան, ինչպես օգտագործել եւ այլն։ Այսինքն այս փուլի ընթացքում կկոտրվի այդ ձեր վախը, այն վախը, որը այն վստահ եմ շատերի մոտ ծանոթ վախ է, որ անծանոթ տեխնոլոգիա անեն տալիս, ձեզ թվում է թե թաքնված ինչ որ մեծ հսկա գիտություն կա դրա տակ ու դուք շատ ժամանակ ունեք ու մեծ ջանքեր են պահանջում դա տիրապետելու համար, հետո իմանում եք, որ դա ընդամենը ինչ որ գործիքի անվանում էր, որը մի ժամում կարող եք տիրապետել կամ մի օրում կամ մի քանի շաբաթում, էական չի։ Այդ վախը ձեր կկոտրվի, որի շնորհիվ դուք կանցնեք հաջորդ փուլին, բայց մինչև հաջորդ փուլը ամփոփ ներկայացնեմ դասերը։ Այս յուրաքանչյուր փուլ առանձնացրել ենք նաև մոդուլներով, որպես ինչ որտեղ ամբողջական թեմա վերաբերող, օրինակ Computing Fundamentals, այստեղ առաջին դասը լինելու է բարի գալուստը ձեր եւ ակադեմիայի մշակույթի ներկայացումը։ Եթե դուք ծանոթ եք ակադեմիային, դուք գիտեք յուրահատուկ մշակույթի մասին, փոխադարձ հարգանք, սովորելու այդ ձգտումը, մոտիվացիան, ժամանակի ճիշտ ծախսը, սեփական նպատակներին հասնելը, չալարելը եւ այլն, այդ ամեն ինչը մենք ստեղ մանրամասն քննարկենք, որպեսզի դուք պատկերացնեք ուր եք գալիս, ինչու եք գալիս, ով է ձեզ օգնելու, ինչու է օգնելու ու ինչու է կարևոր ձեր կատարած որոշումը մինչև վերջ հասցնելը, որովհետեւ երբ նոր է սկսվում դասընթացը, ուսանողները ոգևորված են, ուսանողները ուզում են աշխարհագրավել եւ այլն, բայց մի շաբաթ, երկու շաբաթից մոտիվացիան ընկնում է եւ ուսանողները նույնիսկ ինչ որ իմաստով թեստեր հանձնելուց փորձում են արտադրություններ անել եւ այլն, որ իմ համար շատ տարօրինակ է։ Դրա համար այս դաս համար մեկը ինքս մտցրել եմ այս դասընթացին որպես առաջին դաս, որպեսզի դուք հստակ պատկերացնեք, որ դուք կատարել եք որոշում, հստակ ընդունեք ձեր որոշումը, պատասխանատվորեն հետևեք դրան, այսինքն տրամադրեք համապատասխան ժամանակ, մասնակցելով դասերին, կատարել հանձնարարությունները, լուրջ վերաբերվել ձեր որոշմանը, ինքնուրույն լինել, ուշադիր լինել, կարդալ, սովորել, արարել եւ այլն եւ այլն։ Ու հաջորդիվ արդեն այս առաջին փուլի ընթացքում ինչ է ծրագիրը, ինչպես է դա աշխատում, ինչպես են համակարգիչները ու սարքավորումները աշխատում, ինչպես են աշխատացնում ծրագրերը, օպերացիոն համակարգ ծանոթանաք Linux-ի հետ, շատ մեծ կիրառություն ունի պրոֆեսիոնալ միջավայրերում, կսովորեք ինչ որ բազային սկրիպտեր գրել, կհասկանաք օգտագործողը ինչպես է ծրագրի հետ համագործակցում, ծրագրի հետ կյանքի ցիկլեր, հասկացությունը, ֆայլեր, ֆորմատներ, տվյալների կառուցվածքներ, ես ձեզ կսովորեցնեմ նաև ինչպես կատարել ինչ-որ ուսումնասիրություն, ինչպես էֆեկտիվորեն որոնել ինֆորմացիան, որը ձեզ պետք է, եւ ոչ պակաս կարևոր ինչպես ներկայացնել ձեր գտածոն ճիշտ ձևով, ինչպես խոսել լսարանի հետ, պրեզենտացիան ճիշտ կազմակերպել, իմաստը տեղ հասցնել եւ այլն, որ ձեզ հետագայում շատ է պետք գալու։ Հաջորդիվ ծրագրավորողի միջավայրը, ինչ գործիքներ, ծրագրեր, ծառայություններ կան, տերմինալից ինչպես օգտվել, shell script-եր մի քիչ ավելի շատ այստեղ բզբզալով, ծրագրավորման գործիքներ, IDE-ներ, version control, մասնավորապես Git ու ինչպես ստեղծել սեփական ծրագիր, ինչպես աշխատացնել այդ ծրագիրը այս վերջին դասով։
AI գրագիտություն եւ հիմիկվա, այսպես ասած, պատկերը, հա, այս landscape, ինչ են AI agent-ները, ինչպես օգտագործել, prompt-ը ինչ է իրենից ներկայացնում, կոնտեքստը, ինչպես ավելի էֆեկտիվ prompt գրել, AI-ի քարտեզը, ինչպես են LLM-ները աշխատում, բազային պատկերացում անպայման պետք է ունենալ, բոլոր LLM-ները եւ provider-ներին ծանոթություն, այսինքն այս դասից հետո ձեզ համար ընդհանրապես հարցական չի լինի ինչ է lovable-ը, ինչ է codex-ը, ինչ է OpenAI-ը, ինչ է, չգիտեմ, Claude-ը, Opus-ը եւ այլն։ Եվ շատ կարեւոր բան, որ ես նկատում եմ ուսանողների մոտ, դա AI-ը չօգտագործել ուսման ընթացքումն է։ Այսինքն չգիտեն ինչպես օգտագործել AI-ը ուսման ընթացքում։ Ես այս մի ամբողջ դասի ընթացքում կենտրոնացված ցույց կտամ ինչպես օգտագործել AI-ը էֆեկտիվ սովորելու համար։ Ինչպես AI-ին ասել գեներացնի թեստեր ձեր համար, հարցազրույցի հարցեր, խառը խճճված հարցեր, տարբերակներ, որոնք դուք հաշվի չեք առել, ինչպես AI-ի միջոցով ստուգել ձեր մտածողությունը, ինչպես խնդրի լուծմանը գալ համագործակցելով, ոչ թե AI-ին տալով խնդիրը, պահանջելով լուծումը միանգամից առանց հասկանալու ինչ է կատարվում տակը։ 4-րդ մոդուլի մեջ արդեն էֆեկտիվ prompt ինչպես գրել, անգլերենը որպես նոր ծրագրման լեզու, ինչպես եք օգտագործում դուք անգլերենը AI գործիքների հետ շփվելուց ու ծրագիր սարքելուց, ցույց կտամ ինչպես արդեն գեներացնել կոդ, ինչպես այդ կոդը review անել եւ իհարկե Cloud Code գործիքի կիրառությունը արդեն մենք IDE-ում համապատասխանաբար կսկսենք ակտուալ կիրառել ամենօրյա ռեժիմով։ Pool 2 Foundation իրենից ներկայացնում է ծրագրավորման եւ computer science-ի ամփոփ ներածություն։ Դուք ստեղ կսովորեք, կծանոթանաք computer science-ի բաժինների հետ, քարտեզը կտեսնեք, ինժեներների համար կարևոր կոնցեպտներ, այդ հասկացությունները, օրինակ ինչ է abstraction, ինչպես մտածել abstract եւ այլն, կհասկանաք ծախս հասկացությունը, կոդի կատարման բարդություն հասկացությունը, ինչով է տարբերվում արագը դանդաղից կոդի տեսանկյունից, ինչպես դրանք չափել, ծրագրավորման լեզուների այս զապարկ գազանանոցը, ծրագրավորման լեզուներից գազանանոցին կծանոթանաք ինչ լեզուներ կան, որ հարթակներում են կիրառվում, որն է լավ, որն է վատ, ինչու է C++ ամենալավը, եւ ծրագրավորման լեզվի հիմունքներ կսկսեք ստեղից սովորել առանց շեշտը դնելու կոնկրետ լեզվի վրա։ Ես ձեզ տակտիկան, ստրատեգիան կսովորացնեմ, թե ինչպես սովորել բոլոր ծրագրավորման լեզուները, որովհետեւ բոլորը իրար նման են, բոլորը նույն սկզբունքներ ունեն, որոշ տարբերություն։ Իհարկե դուք այս ամեն ինչից հետո չեք լինի էքսպերտ բոլոր լեզուներում, բայց կունենաք այդ ընդհանուր գաղափարը ծրագրավորման լեզուների, այս դասերը անցնելուց, այս փոփոխական ցիկլ, ֆունկցիա, զանգված ցուցակ, abstraction-ի մեխանիզմ, ծրագրի կառուցվածք եւ այլն, բոլոր հնարավոր լեզուների տեսանկյունից ընդհանրացված այդ կարևոր կտորները դուք կվերցնեք ու դա ձեզ հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության ցանկացած ծրագրավորման լեզու օգտագործել արագ ադապտացնելով, ինչ-որ ժամանակ ծախսելով իր խորքային դետալներ ուսումնասիրելու վրա։ Հաջորդիվ շատ կարևոր է ծրագրային պրոդուկտի կոմպոնենտների իմացություն, ցանցերի մասին մինիմալ հիմունքներ, ինչ է HTTP-ն, API-ները, շատ է կիրառելու, մասնավորապես back-end-ի կտորները սարքելուց եւ կանցնենք արդեն երրորդ փուլին, Agentic Development in Action, որտեղ կսովորեք Product Planning, այսինքն ինչպես օգտագործել planning մոդը, ինչպես AI-ի հետ այդ process-ի մեջ մտնել, ինչպես պլանավորել ձեր product-ը։ Սահմանեք շատ լավ PRD-ներ, PRD ասվածը Product Requirement Document կամ Project Requirement Document, Requirements Document, որի նպատակն է փաստաթուղթ, որը հստակ պահանջները ձևակերպում է, թե ինչ է ստեղծվելու, ինչ product է ստեղծվելու, քանի edge-ից է բաղկացած լինելու, ինչ interface է ունենալու, ինչ ֆունկցիոնալ է ունենալու, ինչ պայմաններում է աշխատելու եւ այլն։ PRD-ն շատ ավելի կարեւոր է հիմա քան կոդ գրելը, որովհետև PRD-ն որոշում է ձեր product-ը ամբողջությամբ, իսկ կոդ գրելը դա ռուտինա է, որը կարելի է գեներացնել AI-ով։ Ինչպես պլանավորել բարդ product-ներ, որը մի քիչ ավելի երկար տևողությամբ 2 դաս զբաղեցնում է ու դիզայնի այս կոնտեքստում նախագծման, ծրագրային ապահովման, նախագծման հիմունքները։ Հաջորդիվ կսովորեք web ծրագրավորման հիմունքները, web-ի հիմունքները ավելի ճիշտ եւ բազմապլատֆորմ այդ generation-ը կտեսնեք, այսինքն դուք տեղում կսարքեք AI-ի միջոցով ծրագիր, չգիտեմ, iOS-ի համար, ծրագիր desktop-ի համար, ծրագիր
website որպես։ Այս կոմպոնենտները, framework-ները, որոնք են պոպուլյար, ինչու են օգտագործվում, որոշ կարևոր կոնցեպտներ, օրինակ React, ես չի ուզենա կոնկրետ շեշտը դնել որևէ framework-ի վրա այստեղ, բայց որոշ կոնցեպտներ, որոնք կարևոր են իմանալու տեսանկյունից եւ նաեւ օգտակար կլինեն ինժեներական տեսանկյունից, այստեղ ներառել եմ, որպեսզի հետագայում այդ mindset-ը ձեզ օգնի նաեւ մնացած դասերում։ Ինչևէ, desktop ծրագրերի գեներացիա, mobile ծրագրերի գեներացիա, բնականաբար տեսեք, սա 2 դաս, սա 3 դաս, չի տալիս ձեզ mobile ծրագրերի հմտություններ, չի տալիս ձեզ web ծրագրերի հմտություններ եւ այլն, բայց դուք գաղափարապես կհասկանաք հարթակը, ինչ այսպես կոչված pattern-ներ կան, աշխատանքային ինչ սկզբունքներ կան, ինչպես աշխատացնել ձեր ծրագիրը, այսինքն դուք կարող է AI-ից օգտվեք, ասեք, գեներացիայից mobile ծրագիր, բայց չկարողանաք օրինակ հեռախոսի մեջ տեղադրել իրան ինչ-որ միտեղ։ Այս ընթացքում էլի այսպես ասած ձեր վախը կկոտրվի, դուք այդ անսահմանությունը ձեր հնարավորությունները կբացահայտեք AI-ի միջոցով, այսինքն ես այսուհետ կարող եմ գեներացնել ցանկացած product, ցանկացած հարթակի համար, ինձ արդեն բացակայում է որոշ խորքային տեխնիկական գիտելիքներ, որոնք հետագայում զարգացնելով կարողանամ ավելի բարդ ծրագրեր ստանալ։ Այս կետում դուք կարողանաք ստեղծել պարզագույն landing page-եր, որը ավելի շուտ կարող եք ստեղծել վերևի փուլերում, դուք կարողանաք ստեղծել օրինակ նորությունների ինչ-որ կայք, որտեղ ադմինիստրատորը կամ մոդերատորը տեղադրում է նորությունը համապատասխան admin պանելում, օգտագործողները նորությունները տեսնում են, լայքում են եւ այլն, այսինքն back-end-ի կտրուկ ունենա, front-end-ի կտրուկ ունենա, կարողանաք սարքել mobile հավելված, էլի նմանատիպ ինչ-որ նորությունների կայքի համար, եղանակ ցույց տվող կայքի համար, կարողանաք սարքել նկարչական ծրագրեր, կարողանաք տեսականորեն գոյություն ունեցող ծրագրերի գրեթե 60-70%-ը պարզ իմաստով դուք կարողանաք վերարտադրել այս փուլի ավարտին։ Դուք սովորեք ինչպես աշխատացնել ձեր պրոյեկտները, ինչպես գտնել բագեր, ինչպես թեստավորել դրանք, թեստավորման տեսակներ կսովորեք, այսինքն գաղափարապես բազային հմտություններ կունենաք QA specialist-ի եւ back-end-ի գեներացիա, ինչպես հասցնել product-ը ավարտին, ինչպես server վերցնել, ինչպես տեղադրել ձեր back-end-ը server-ում, ինչպես ընդհանրապես deploy անել ձեր ծրագրերը, ինչ գործիքներ կան, որից կարելի է օգտվել, որոնք սովորելու եք նաեւ, կիրառելու եք, ու այս փուլ 3-ի վերջում դուք տեսականորեն ձեր միջին բարդության ծրագիր, պարզից մինչև միջին բարդության ծրագիրը կարողանաք ինքնուրույն ստեղծել, հղկել, դզմզել ըստ անհրաժեշտության եւ deploy անել, այսինքն տեղադրել համապատասխան բաց հասանելի մարդկանց օգտագործման համար տեղում, այսինքն դուք կունենաք օրինակ ինչպեսին էս pixart.am domain-ը, ինչ-որ domain ունենալ, մարդիկ մտնեն, տեսնեն ձեր product-ը օգտագործեն կամ մտնեն App Store, քաշեն ձեր համապատասխան mobile հավելվածը։ 4-րդ փուլից սկսվում է ավելի բարդ կտորները։ Այսինքն մինչև այս կտորը դուք տեսականորեն կարող եք կոչվել vibe coder, իսկ 4-րդ փուլից դուք արդեն product ստեղծող մարդ եք դառնալու։ Այսինքն զարգացնելու եք ձեր մտածելակերպը, թե ինչպես են ստեղծվում լավագույն product-ները։ Լինի դա Amazon-ը, լինի դա Facebook-ը, չգիտեմ, ինչ կա ձեր մտքում որպես լավագույն product կոչվող, թեկուզ Google search-ը կամ մնացածը, Dropbox, Spotify եւ այլն։ Դուք ստեղ ոչ միայն կբախվեք ինչպես սահմանել խնդիրը product-ի ստեղծման հարցում, դուք նաեւ կստանաք որոշակի բիզնես գրագիտություն, տերմինների համապատասխանաբար շուկայի սեգմենտների բաժանում, չգիտեմ, նախնական իդեայի վալիդացիա եւ այլն։ Մի քիչ ձեր, այսպես ասած, բառապաշարը կբացվի այս կոնտեքստում։ Պրոդուկտները ինչպես են ստեղծվում, ինչ կոմպոնենտներից են բաղկացած, ինչեր կարելի է ամեն ինչից հետո անել, այս exploring exit roles, այսինքն եթե ստեղից դուրս գաք, ինչ դերերով կարող եք դուրս գալ։ Product-ի life cycling ծանոթանաք, product-ը ինչպես է ստեղծվում, requirement-ների վերլուծությունը, ընդհանրապես specification-ը ինչպես են գրվում, estimation, prioritization-ը վերաբերվում է նրան, թե ինչպես հասկանալ ինչքան կտևի product-ի որևէ կոմպոնենտի ստեղծումը, ինչպես տարբերակել որն է ավելի կարևոր, որն է պակաս կարևոր, թեթև բազային հպում կունենաք user experience and prototyping թեմային,
Կսովորեք ինչպես prototype անել, ինչպես դիզայներները ինչ pattern-ներ են օգտագործում, ինչպես են իրենց գործը կատարում։ Այստեղ եւս կօգտագործեք բազմաթիվ AI գործիքներ, որոնք դիզայնի process-ը ավտոմատացնում են, այսինքն դուք ունենալով այս տերմինոլոգիան, գաղափարը հասկանալով, դիզայնի կարևորությունը, ճիշտ դասավորություն, գունային գամմա եւ այլն, դիզայն սթայլերի մասին իմացություն, ավելի քան 40 դիզայն սթայլեր կսովորեք, որոնք կարողանաք արդեն միքսել իրար, այսինքն AI-ին ասել կուզենայի այս սթայլը կպնել իրար, ստանայի այսինչ product-ը, որի navigation-ը ես հորինել եմ, այսինչ նոր բանն եմ հորինել, փորձի ստանալ եւ այլն։ Հաջորդի ծրագրային ապահովման արխիտեկտուրայի ներածական դասեր կլինի, ինչ է իրենց ներկայացնում ընդհանրապես ծրագրային ապահովման արխիտեկտուրան, ծրագրի արխիտեկտուրա կոչված է ծրագրավորների տեսանկյունից, սա հենց կդիտարկեք ինչպես սարքել լավագույն պրոդուկտները, որոնք չեն քրաշվում, չեն քանդվում, ու ընդհանուր ծրագրային ապահովման ստեղծման process-ում աշխատող թիմը իրենց համագործակցությունները, ինտեգրացիայի process-ները, code review, ինչպես ուշադրություն դարձնել, checklist ունենալ, sensitive ինֆորմացիան բաց չթողնել եւ այլն, բազմաթիվ մանրուքներ։ Pooling-ի ընթացքում դուք որպես ծրագրավորող կսովորեք այն ամենը, ինչ սովորում են մեր ծրագրավորման խմբերում մեր ծրագրավորող ուսանողները, ինչ հարթակներ կան, ծրագրի կատարման process-ը ամբողջ խորությամբ, ինչպես է մեքենան, օպերացիոն համակարգը, ցածր մակարդակից մինչև բարձր մակարդակ աշխատում, ձեզ որոշ հմտություններ, թեթև գիտելիքներ փոխանցեմ assembler-ից, կկարողանաք այն low level ծրագրեր գրել, ինչ որ իմաստով հասկանալ, թե ինչպես են ստեղծվում օրինակ device driver-ները կամ ասենք դրոնների ծրագրերը եւ այլն, օպերացիոն համակարգ տակիցելի, այսպես ասած, ինչպես է աշխատում, հիշողության կազմակերպում, ավելի շատ կխորանաք կապակցվա ներողություն տվյալների կառուցվածքների եւ ալգորիթմների մեջ, բոլոր իրենց տեսակները, իրականացման դետալները, որտեղ օգտագործել, կհասկանաք ինչպես ստեղծել ձեր սեփական օրինակ Uber-ը կամ Gigi Taxi-ն կամ Yandex Taxi-ն, ինչպես է աշխատում այդ քարտեզը, ինչպես են ինչ տվյալների կառուցվածքներ են օգտագործում օրինակ Google Search-ը, ինչպես է Facebook-ը feed-ը պահում, ինչ կառուցվածքով է պահում եւ այլն, ինչպես էֆեկտիվ խնդիրներ լուծել, այս ամբողջը կսովորեք ստեղ, զուգահեռ ծրագրավորում, process-ներ, thread-ներ, ինչպես սինխրոնիզացնել տարբեր կոմպոնենտներ միմյանց հետ, ասինխրոնություն, event loop-եր, ինչպես արագացնել ծրագրի աշխատանքը, ծրագրային ապահովում, ծրագրային ապահովման ինժեներություն եւ product-ի արխիտեկտուրա, ինչ է նշանակում clean code, ինչ սկզբունքներ կան, solid design principle-ներ, դիզայնը կոնտեքստում նախագծման իմաստով է վերցված, design pattern-ներ, refactoring, տեստավորման ստրատեգիա, domain driven design եւ այլն, սա այդ high level, այսպես ասած senior level թեմաներին այստեղ կծանոթանաք, communication-ի վրա բավական մեծ շեշտ է դրվում, ինչպես ստեղծել, ինչպես նախագծել ձեր API-ը, ինչպես դրա անվտանգությունը ապահովել, ինչ ֆորմատներ է օգտագործում, ինչպես է տվյալը մի կետից մյուս կետը գնում, ինչ պրոտոկոլներ կան, որ կարող եք օգտագործել, ինչպես ստեղծել սեփական պրոտոկոլը, HTTP-ն ավելի խորացված security կտորները, HTTPS-ը իրականում ինչպես է աշխատում, ինչպես է սերտիֆիկատները ձեր սերվերում դնել, ինչպես սայթը ձեր սարքել HTTPS-ով հասանելի եւ այլն, եւ մոդուլ 6 շատ կարևոր մոդուլ տվյալների layer-ը, տվյալների մակարդակը, ինչպես են մոդելավորում տվյալները, ինչպես են դուրս բերվում էությունները, entity-ները, տվյալների բազաներ, կիրառություն, SQL-ի ուսումնասիրություն, ինդեքսավորում, էֆեկտիվ հարցումների կազմակերպում, PostgreSQL, NoSQL, որոշ թեմաներ ինչ որ իմաստով ներածական կլինեն, որ դուք ծանոթանաք, որ կա այսպիսի բան, որոշ թեմաներ բավական կխորանանք, բայց ես մաքսիմալ կփոխանցեմ են հիմնական pattern-ն, հիմնական շաբլոնը, որը ընկալելով, հասկանալով դուք մնացած ցանկացած բան շատ արագ կարող եք ադապտացնել եւ հասկանալ։ Եվ վերջում արդեն product-ի ստեղծման process-ը, այստեղ տարանջատված չի կոնկրետ 11, 12, 13, որովհետեւ այստեղ գալու եք գրեթե ամենօրյա գրաֆիկով, շաբաթ-կիրակի այս ցանկության, կարող եք ազատ գալ, ակադեմիան միշտ բաց է ձեր համար։ Ու այստեղ արդեն թեմատիկ դրված են, թե ինչերի միջով է կանցնելու ձեր product-ը դատարկ edge-ից մինչև ամբողջական աշխատող product release տալու ընթացքում։
արխիտեկտուրայի նախագծումը, PRD կազմելը, խնդրի վալիդացիան, back-end, front-end, mobile թեստավորում եւ այլն deployment, ու այդ ամբողջ ընթացքում դուք գրելու եք կոդ, դուք օգտագործելու եք AI, դուք շփվելու եք մարդկանց հետ, ձեր պոտենցիալ հնարավոր առաջիկա հաճախորդների հետ եւ ռիլիզ եք տալու ձեր product-ը, մենք շնորհավորել ենք ձեզ, դուք շնորհավորել եք մեզ եւ ավարտեք այս դասընթացը։ Վերջում ուսման ընթացքում մի քանի մոտեցումներ կա, որ ես կուզեի ձեզ նաև պատմել, որ դուք պատրաստ լինեք, հասկանաք ուր եք գալիս, ինչի համար եք գալիս։ Ուրեմն ես կիրառելու եմ մի քանի մոտեցումներ, որոնք ժամանակին մշակել եմ ակադեմիայի աշխատանքի ընթացքում, մեկը այսպես կոչված SpecOps training-ներն են, որտեղ դուք ստանալու եք առաջը դրանք, ունենալու եք ժամանակի սահմանափակում, հղկելու եք ձեր պրոֆեսիոնալիզմը, թե typing-ի տեսանկյունից, թե խնդիր լուծելու արագության տեսանկյունից, թե արագ կողմնորոշվելու տեսանկյունից, ճկուն լինելու տեսանկյունից, շատ զարգացնող սրանք մարզումներ ու վարժություններ են, որոնք կոնկրետ ես կիրառել եմ նախկին ուսանողների վրա ու միշտ ստացել եմ դրական արդյունք իրենց էֆեկտիվության տեսանկյունից, իրենց ճկուն եւ արագ մտածելու տեսանկյունից եւ այլն։ Մենք ունենալու ենք նաեւ ինչ որ իմաստով վատ նորություն, այսպես կոչված hell weeks։ Մեկ կամ մի քանի շաբաթներ ամբողջ դասընթացի ընթացքում հայտարարվելու են դժոխային շաբաթներ։ Սա ինչ է իրենից ներկայացնում։ Ինչ որ ժամանակ սովորելուց հետո, օրինակ 1 ամիս կամ 2 ամիս կամ մի քանի շաբաթ, ըստ անհրաժեշտության ես հայտարարել եմ դժոխային շաբաթ, որը ձեզանից պահանջում է ներկա լինել ակադեմիայում նաև կոնկրետ այդ շաբաթվա, շաբաթ եւ կիրակի օրերը։ Այսինքն մենք ինչ-որ թեմայի մեջ խորանալու ենք, ինչ-որ կրկնողություններ ենք անելու, ինչ-որ բարդ խնդիրներ ենք լուծելու, ես ձեզ անընդհատ տանջելու եմ շատ ավելի երկար, քան նախատեսված նախնական ժամանակներ։ Եթե դուք գալու եք դասին 2-ից 3 ժամ մտքով, ապա այդ օրերը մի քիչ ավել կմնաք, շաբաթ կիրակի եւս ներկա կլինեք, որը մեզ կօգնի մի քիչ ավելի ամրացնել այս ձեր գիտելիքները, մի քիչ ավելի փորձ ձեռք բերել, փորձի տեսանկյունից պրակտիկ վարժություններ շաբաթական մի քանի անգամ լինելու են, այսինքն դասընթացը տեսական չի, դասընթացը մոդելը իրենից ներկայացնում է անընդհատ սովորածը կիրառել, որպեսզի եւ լավ մտապահվի եւ ձեր պրակտիկ փորձը ուժեղանա, որովհետեւ պրակտիկորեն շատ բան կարող եք սովորել, քան տեսական ինչ-որ բաներ մտապահելով։ Կախված ծախսվող ժամանակի տեսանկյունից դուք գալու եք շաբաթական առնվազն 4 օր 2-ից 3 ժամով լինելու եք ակադեմիայում, լսելու եք դաս, մասնակցելու եք դասին, բայց նույնքան ժամանակ ձեզանից պահանջվում է դասից դուրս, այսինքն արտաժամյա զբաղվածություն եւս ունենալու եք այդ օրական 2-ից 3 ժամ։ Տնային չեք ստանալու որպես այդպիսին, բայց օրվա կատարված առաջադրանքները, օրվա սովորած թեման նորից կրկնելու եք, տրված նոր նյութեր եք կարդալու կամ ինչ-որ հետաքրքիր խնդիր եմ տալու, որի շուրջ մտածելու եք, այսինքն դուք պարտավորվում եք ինչ-որ իմաստով դասընթացին մասնակցելիս օրական գոնե 4-ից 6 ժամ այս միջակայքը տրամադրել ուսման վրա։ Սա շատ կարևոր է, շատ կարևոր է, որովհետև ծրագրավորող դառնալը, լավ ինժեներ դառնալը հնարավոր չէ օրական 1 կամ 2 ժամ կամ շաբաթական 2 կամ 3 անգամ ինչ-որ Instagram թերթելու նման ինչ-որ մոտեցում ցույց տալով, էլի դա շատ անլուրջ մոտեցում է։ Եթե դուք մտածում եք, որ կարող եք գալ այս դասընթացին, ընդամենը դասին նստել 1 կամ 2 անգամ շաբաթական ու ինչ-որ մի օր հրաշքով դառնաք միլիոնատեր սուպեր սպեցիալիստ, ապա չարաչար սխալվում եք եւ կարող եք ընդհանրապես այս դասընթացին չգրանցվել, որովհետեւ լուրջ բանի հասնելը, լավ մասնագետ դառնալը, իրենից պահանջում է նվիրվածություն, իրենից պահանջում է հստակություն, իրենից պահանջում է հավատարիմ լինել սեփական որոշմանը։ Եթե դուք որոշել եք դառնալ լավագույնը, եթե դուք որոշել եք դառնալ շատ լավ մասնագետ, ապա դուք պետք է ջանք ու եռանդ չխնայել։ Իսկ սա մինիմալ մոտեցումն է, որ դուք կարող եք տրամադրել 4-ից 6 ժամ օրական, պլյուս որոշ շաբաթներ, նաև շաբաթ կիրակին ես ձեր կօգտագործեմ ավելի լավ, ավելի որակյալ արդյունքներ ստանալու համար։ Կարծում եմ այսքանը, եթե ունենաք հարցեր, կարող եք զանգել
Pixart Academia, կարող եք comment թողնել, չգիտեմ, կարող եք ըստ անհրաժեշտության մոտենալ, եթե նույնիսկ չեք կողմնորոշվել, գրանցվել, չգրանցվել, կարող եք իմեյլ զրուցել, հարցեր տալ եւ այլն, շնորհակալ եմ։